Այսօրվա խոսակցությունս ընդհանուր հարցերի շուրջն է, հիմնականում շատ սլայդեր ցույց կտամ, կփորձեմ մեկնաբանել, թե ինչումն էին մեր պրոբլեմները, որ հասանք այսօրվա։ Այսօրվա այս զոհվածների առումով ցույց կտամ 92-94 թվին զոհվածներ, սրանք ամուսիններ են զոհվել են, կինը գնացել է ամուսնուն, վիրավոր ամուսնուն հանի դաշտից ինքն էլ է զոհվել, այս տղեկն են ժամանակ են զոհվել, այս էլ, չգիտեմ, երևի ջուղայի գերեզմանոց նա, խաչքարերով, տարբեր տեղեր ունենք, գետը կողքնա երևի ջուղանա։ Ուրեմն սա իմ կարծիքն է, որ անտեր գերեզմանն անհետացող տոհմի խորհրդանիշ է, դե տոհմը վերանում է գերեզմանի տիրություն անողը չկա, գեղի գերեզմաններում կամ քաղաքի գերեզմաններում, իսկ անտեր գերեզմանոցներն էլ համապատասխանաբար ազգի անհետացման խորհրդանիշն են։ Այս հիմա չկա էլ երևի սա, բուլդոզերով հավասարացրել են, ամբողջ Ադրբեջանի տարածքով հայկական գերեզմանոցներն էլ շենքերն էլ ամեն ինչ վերացրեցին, ինչ ենք մենք գերեզման, մաքսիմում գերեզման ենք կարողանում սարքել, որը հետո մեր թշնամիները հավասարեցնում են հողին։ Ֆորմուլան բանաձևը սրանն է, մարդու կյանքն իր ամենօրյա արածով ու չարածով է կերտվում, պետության կյանքն էլ նրա մարդկանց արածի հանրագումարն է, ոչ ավել կամ պակաս, ինչ այսօր անում ենք, են էլ մեր պետությունը։ Նիկոլն ընդամենը մեր կյանքի բանաձևերից է օգտվում, ինքը միլիցիոն վարձել է, ասում է գնացեք դրանք երեք փող կտամ, ու մենք չենք հասկանում, որ մեզ Նիկոլը չի ուտնում, Նիկոլի միլիցիան է ուտում, որևէ մեկի բարեկամ միլիցիան իր այդ միլիցիոն մի խոսք ասած կա, մի ճիվաղի մի խոսք ասած կա, բայց ինչքան ուզում ես ասա, տեղ չի հասնում։ Մենք սխալ աշխարհընկալում ունենք ու ոչ մի կերպ հնարավոր չի այդ անտեր կոդը, որը գրված է մեր մեջ, չնջել։ Ես իմիջիալոց այս պրոտեստային վերաբերմունքը հայության հանդեպ շատ մանկություն եմ, առաջ անգամ ընտանիքով հայրս մեզ ծովափ տարավ, երևի 5-6 տարեկան էի։ Այդ ժամանակվանից, երբ որ շփվեցի ռուսների հետ, ես պրիբալտների, ուկրաինացիների, վրացիների, հակասություն առաջացավ իմ մեջ, թե ինչ ես տեսնում եմ հայկական իրականության մեջ ու մեր գովերքման մեջ չի համապատասխանում մեր էությանը, մեր դրսևորածին։ Ու այդ պրոտեստը սկզբում զարմանք էր, մինչև հասուն տարիքս, ասեք թե մինչև 17 տարեկանը զարմանում էի, 17 տարեկանից հետո զարմանքին խառնվեց այդ բողոքը, պրոտեստը, թե մենք ինչ ենք մեզ խաբում, այդ պրոտեստը մինչև հիմա իմ մեջ ձգվում է, զարմանքն էլ կա, մինչև հիմա զարմանում եմ, վերջի տարիներին մի քիչ արդեն սկսել եմ հասկանալ, էլի որ թե ինչու՞ն է պատճառը, որ դա տենց է, հայկական ընտանիքն է սարսափելի, այդ ընտանիքի վրա կողքերի ազդեցությունը ֆանտաստիկ է, մարդը ինքը կենսաբանական մարդը ինքը գործում է, ինքն է տենց, իր կյանքի տերն է, ինքը որպես անհատ գործում է, բայց եթե պետականությունը չկա, այդ նշանակում է հասարակությունը չկա, ընդհանուր օրենքներ չեն մտնում, այդ մարդու օրենքն է մտնում, դոդի օրենքն է մտնում, բոլորը ձգտում են դոդ դառնալ, հաստավից դառնալ, Նիկոլ դառնալ, մարդու տող դառնալ։ Այդ դրա դեմն առնելը շատ բարդ է։ Դե ես օրինակ երջանկություն եմ ունեցել ծնվել իմաստուն մարդու ընտանիքում, հայրս իմաստուններ, մայրս իմաստուններ, մանկավարժներ էին, հայրս ծանոթ էր համաշխարհային գրականությանը ու միշտ խոսակցության մեջ համեմատություններ էր բերում ու ինքն էլ հայերի նկատմամբ վերաբերմունքը
adekvat էր։ Այդ փոխանցելը ինձ ես էլ ունեմ դա, ու ես էլ հիմա փորձում եմ իմ լսարանին տարիք սառացեմ փոխանցել իմ գիտելիքը, ոչ մի կերպ չի ստացվում։ Հայլակոտը ասվախիդով է կարծես, որ ինձ մասով այդ բիձա։ Ես գրքի մասին խոսեմ, ես սա 2009 թվին է տպվել, 8-9 թվին է տպվել։ Խոսեմ ես գրքի մասին, հայ որ երեխուն ասեցի, դե այն ժամանակ ես 60-ից էի։ Որ երեխուն ասեցի թե լսի, այստեղ ինչ-որ բան կա գրված, դու էլ անգլերեն գիտես, ներկայանում ես որ գիտես, կարդա։ Բոլորը քրվել են ինձ։ Չի բացառություն չի եղել։ Խի դու ով եղար, որ մեզ ասես, որ քո գիրքը կարդանք։ Հիմա էլ նույնն է, ասենք թե ես խոսում եմ, քանի հոգի, 10 հոգի է մնացել, արդեն ընդունավոր մասն հեռացել է, նեղ շրջապատով եմ ասեմ էլի որ։ Էս է մեր արմատը։ Կենսաբանական մարդուց վեր չենք անցել դեպի սոցիալական մարդը, դրա համար պետությունը չունենք, մասնագիտականությունը չունենք, պետության հիմքերը չունենք։ Հիմա գամ այսօրվա ընդհանուր դենց աշխարհայացքային խոսակցությանը փողին եւ փողատերերին։ Մարդու կառավարման հիմնական լծակ լինելով հանդերձ փողը մարդկության գերեզմանափորն է։ Այսօր է դարել գերեզմանափորը, երեք զարգացման բանն էր, լծակ էր, այսօր դարել է գերեզմանափորը, որովհետև փողին տիրացել են անարժանները։ Էս էլ հոյակապ նկար է, ֆանտաստիկ նկար է։ Փողով կառավարվող մարդ, որը մեր երկրի նախագահն է ու հիմա աշխարհի տերն է ինքը։ Ինքը ամեն օր ապացուցում է, որ ես եմ այս աշխարհի միակ սուբյեկտը ու որոշողը, լավ անում։ Ես երբեք մի անգամ եմ ասել, ուժեղներին ես չեմ մեղադրում, ես մեղադրում եմ թույլերին, որոնք ուղեղն ունեն, թող հասկանան, որտեղ ուժեղն ու թույլը տարբերվում են ոչ թե ուղեղով, խելքով, գիտնականներ, ֆիզիկոսներ, աշխարհում գիտնականները 8 միլիոն գիտնաֆիզիկոս կա, գիտնական կա։ Բոլորը իրենց խելոք են, բայց ինքն է աշխարհի տերը։ Այսինքն մի հատ ինչ-որ ուրիշ գործոններ կան, որոնք մարդուն տալիս են իշխանություն եւ այլոց ենթարկեցնելու իրավունք։ Փողն է։ Փողի միջոցով է դարում։ Այ ներկա փողը դարել է մարդկության գերեզմանափորը։ Այս լավ նկար է, այսօր շատ նկարներ եմ ցույց տալու, սրանք բոլորը խելոք նկարներ են, ես որ հանդիպում եմ ինտերնետում, բերում եմ, փորձում եմ իմ լսարանին ներկայացնել, որտեղ մի խելոք նկարը 1000 խոսքից ավել է։ Սա Նյու Յորքն է, ասում է աշխարհի ամենահարուստ քաղաքն է, որտեղ 384,000 միլիոներ կա։ Միլիարդերներն էլ պակաս չեն։ Բայց այդ երկրում անկախ նրանից թե հանրապետականներն են, թե դեմոկրատներն են իշխանություն, այս նշանը դրած աստեղ, այս բանով դրոշակով երկիրը ստիպում է որ գնան ու ռումբեր գցեն աշխարհի վրա։ Տարօրինակ բան է, չէ՞։ Հարուստն իրենք են, բայց ենթարկվում են դրանց։ Ինչու՞ն է բանը, փորձեմ բացատրել։ Սա փողային գիզն է, իմ խոսակցության։ Ասում է Իլոն Մասկը օրական 5 միլիոն պետական օգնություն է ստանում։ Իսկ մարդիկ իրանց ուտելու համար $6 են ստանում միայն կերակուրի համար։ Ասում է աղքատությունը գոյություն ունի նրա համար, որովհետև մենք չենք կարողանում բավարարել ոչ թե նրա համար, որ մենք չենք կարողանում կերակրել աղքատներին, այլ նրա համար, որ մենք չենք կարողանում բավարարել հարուստների ախորժակը։ Այդպես է։ Հարուստները իրենց շահի համար պայքարում են, աղքատները անձայն լուր։ Աղքատը ոչ միայն փողոցի անտունը, աղքատը նաև ցանկացած հայաստանյան հայ է, անկախ նրանից միլիոները ինչ է։ Վաղը որ երկիրը գրավեց թուրքը բոլորին է վռնդել, ոչ մեկին չի պահել։ Ղարաբաղցիների մեջ էլ կային միլիոներներ, օրվա հացի կարոտներ, բայց այսօր բոլորն էլ փախստական են։ Տարբերությունն է, որ միլիոները միգուցե փաստրեց փողերը փախցնի ու ինքն ապրելու է։ Աղքատն էլ մեղավոր է նրան, որ ինքը ժամանակին այդ միլիոներների դեմը չէր արել, որ իրան չկոտորեն։
ու այսօր էլ մեղավոր է նրանով, որ Հայաստանում իր կողքին իրեն թալանող միլիոներների նկատմամբ ինքը հանդես է գալու որպես ով է ես փալան։ Ախպեր դու փալան չես, միլիոներների էշն ես։ Ու մեծ դուս միտու։ Ես էլ այդ թեմայով չխորանամ։ Ես էլ փողի թեմայով գնաց հույբույ անելով գնաց Վենեսուելան գրավեց ու բոլորը վախենում են ցեն անեն ոչ մեկը չի ձեռնոց չի նետում դե խի նետի Պուտինն օրինակ ոնց խի ձեռնոց իր համար ցարուհի է նստած այնտեղ մատին չտալով ցարուհի է կամ չինացին էլ արդարացնել կարելի է վերջին ես ցույց կտամ թե ինչով կարելի է արդարացնել այս ընկերը մեջտեղի ընկերը որի տակ գրածա հողի գող ինքը աշխարհի տերն է իրական սա չի տերը սա բանը նես բիզայա իր կյանքի վերջի հատվածի կայֆերն է անում բայց տերն ինքն է հոշում թե ինչ անես ոնց անես այս գերեզմանները շատ լավ նկար է ամեն մի նկարը միլիոն արժի հայերս մենք ցես նկար չենք կարող ստացել ես չեմ տեսել որևէ մի անգամ այս կատարելության նկարը հետսեք շլավ նկարը ցակավորված երկրները տակնել գանգերում գրած երկրի գանգնա երկիրն է վերացած այն մեր գերեզմանների պես վերացած երկրները կողքնել գրած է դան կատարված է սա էլ այնա թե ինչ պետք է անել սա էլ կատարվածն է այս էլ հերթական ցուցակներն է ներկայացնում ու ասում է ինչ է ու հիմա սա է նստած սրան է ասում այն ժամանակ Բայդենն էր նստած դրանից առաջ բանն էր նստած Օբաման էր նստած պրոբլեմ չունեն իրենք որտեւ իրանք համ խեղճ ունեն, համ փողն ունեն, համ էլ կամքն ունեն։ Էս էլ հոյակապ նկար։ Ասում ասա Աստված 3000 տարի առաջ ինձ Գրելանդիան խոստացել է, դրանով ամեն ինչ կարդարած։ Ֆանտաստիկ են էլ այս նկարներն, ինչ ասես արժեն։ Ու ոնց են իրենք կարողացել ոչ միայն փողով, այլ մտավոր են, մթագնել են ամերիկացիների ուղղը։ Գոյությունի քրիստոնեական սիոնիզմ Այդ այնա որ Աստվածը ասում է բան անում որոշ ազգերի նկատմամբ բան լավ վերաբերում որոշներին չէ ու նրանց խոստացել ամեն ինչ տալ առանց քննարկման այս էլ իսրայելական հորտնա այսպես բան են անում աղոթում են դրա համար ես ասել եմ ես հաճախել եմ բողոքական եկեղեցի որ ծանոթանամ որոշ թաղարցան հիմքերին ես գիրք գրելու համար այս վիճակն է սարսափելի վիճակ է եկեղեցուց մինչև ամերիկյան կոնգրես իրանցն է լավ եկեղեցին փողերի մեծ մասն ուղարկում է սրանց այս էլ հանճարներից սա ֆանտաստիկ հիբրիդ է այս մեր շտատի բանն է սենատորն է այս ունիկալ տիպը բացարձական գրագետ սա համ քրիստոնյա է համ էլ ֆանտաստիկ հրեամետ է ասում ես եկել եմ կոնգրես որպեսզի Իսրայելին ծառայեմ նո չգիտեմ ասելա թե չէ բայց այս որ իրան վերագրես ոչ մի բանով սխալացած չես լինի իր համար որ ինչ կոնստիտուցիա ինչ ամերիկյան ժողովուրդ էտա ինքը սրանց է ծառայում ուստեղ հարցածակում աչ պլակատում լավ գրած ասում մեքենա վարելու համար քննություն է ստալես պրավա է ստանում իսկ պետություն ղեկավարելու համար ոչ մի բան պետք չի ցույց է տալի որ այդ կոմոդ կստացվի ոնց է ստացվել գերտերություն Ամերիկայում կոնգրեսը բոլորը դրանց կթուկովերն են ամբողջ կոնգրեսն է դրանց այս էլ է ֆանտաստիկ նկարը ասում է գոյություն ունեն 5 տեսակ քաղաքական գործիչներ առաջին որոնց Իսրայելն առել է երկրորդ որոնց Իսրայելը բան է անում շանտաժում է երրորդը որոնք կրկնակի քաղաքացի են կրկնակի քաղաքացու մասին ասեմ ամերիկյան հրեա գիտնականների մեծ մասն էլ կրկնակի քաղաքացի է նրանք պաշտոններ ունեն եւ Իսրայելում եւ Ամերիկայում աշխատում են խելոք մարդիկ են հիմար չեն բայց ամերիկյան նորությունները գիտական նորությունները այդ կանալով գնում են Իսրայել երկրորդ օրը այդ կրկնակի citizen կրկնակի քաղաքացի գիտնականները տեխնարները գործարարները բաները մյուս ճյուղն են
իսրայելական ազդեցությամբ։ Չորրորդը նրանք, ովքեր վախեցած են, կգյուլլի, շատերին է գյուլլել։ Եվ 5-րդն էլ արդեն մեռածներ են, որոնց սպանել են հրեաները։ Այս հարցի վերաբերյալ հրեականության այս դեսեք կռացած են հրեական այդ իշխանության առաջ պարզ բան ասա տեսանելի է շատ վաղուց այս գիրքը որի մասին ես ասացի 8 թվին գրած այս գիրքը շատերին է տեսանել դե փող չի աշխատում մինչև հիմա էլ ես ոչ մի կոպեկ պետական ոչ գրանտ եմ ստացել ոչ սրանից ոչ նրանից ես ապրում եմ իմ բավարարվում եմ քչով Այստեղ ես ներկայացնում եմ այս գրքից, այս գրքից որ ցույց տվեցի ձեզ, գիրքը նվիրված է, ուրեմն կոչվում է խմբակային շահը որոշումների կայացման մեջ, այսինքն երկրների կառավարման մեջ, առհասարակ որոշումների կայացման մեջ։ Ցույց տամ, որ ես սա 5 գիրք է, տեսեք։ Այստեղ թիվը կա։ Այս բանն է, ցանկն է։ 2009 թիվ իմ բանն է, կոպիրայթն է, կոնգրեսից ես ունեմ բան, իրավունքը, կոպիրայթ իրավունքը, քննարկում եմ ամեն ինչը, գիրքը նվիրված է հրեական հարցերին, հրեության այդ գեր ուժին, թե ինչու են նրանք այդպես, տարար վերլուծել եմ։ Օրինակ, ստեղ կարդա մի հատ փոքր մաս, ասում եմ 2% լինելով հանդերձ բնակչության հրեական լոբին կոնգրեսում հզոր է 13 սենատոր ունի որը կազմում է սենատի 13%-ը եւ 32 էլ ունի բաներ մյուս պալատում ներկայացուցիչների պալատում որը կազմում է 8%։ Այսինքն որպես սենատոր իրենք 6 անգամ էին շատ իրենց բնակչության թվից, որպես կոնգրեսմեն էլ 4 անգամ։ Համատության համար ասեմ, որ սևերը, ամերիկյան սևերը, որոնք բնակչության 13%-ն են, սենատում 1% են ներկայացված, փոխանակ լինեին 13։ Փաստորեն սևերի հաշվին բաները, այս հրեաները վերցրել կոնգրեսը, որը սևերը չեն նկատում։ Իրաց տեղերն է վերցրած, սպիտակները այնտեղ կան, դե սպիտակներն էլ որ պետք են որ իրանց միջոցով քվեարկությունը գնա։ Փաստորեն սևերի միջոցով է կոնգրեսը վերցրել։ Եվ իրենք 41 էլ ունեն ընդամենը բան կոնգրեսում ներկայացուցիչ, որն էլի քիչ է, բայց սենատը լրիվ իրանցն է։ Այս թվերն եմ ես բերել, բերքության մեջ եմ քննարկել իրանց ներկայությունը, բոլոր հարցերում ես քննարկել եմ, չեմ վախեցել, վախենաս, եթե վախենաս վերջում կդառնաս ճորտ, ճիճու կվերանաս, կխփեն, կգյուլեն։ Քննարկում եմ ես երկուսի միացյալ քաղաքականությունները, թե ինչու է այդպես, ներկայացրեցի իմ գիրքը, դե ուրիշ ոչ մեկ չի կարող ներկայացնել, որովհետև թքածուն են։ Իրանք մեծից, տարիքավոր մեծից սովորել չունեն։ Հայ ջահելն ասում է, «Խետ բիզեն ով է խավարը, որ ես իրան լսեմ»։ Մեր մոտ կեսաբանական մարդ էակը վերացած է։ Մենք կեսաբանական մարդ էակին մերժել ենք։ Մեծերին լսելը չկա, բանը չկա, սերունդների միջև կապը չկա, գիտելիքային, փոխանցումը չկա, դրա համար մասնագիտականությունը չկա, դրա համար սովետի կառուցած 1500 գործարանը մենք երկրորդ օրը վերացեցինք, սարքեցինք մետաղի ջարդում։ Հիմա գամ նորից այս տղեկին, այս խելոքներին, թե ոնց էր, որ իրանք ասեն սզոր էին մենք էլ հիմա։ Տեսեք ինչ են արել։ Այս տղեն բորդել է սարքել ամերիկյան ջոչերի համար, երևելիների համար, ինքնում մի հատ ուրիշ պորնիկ, այս կողքին հլը կենթանի է, այս պորնիկը բանդում է, որտեղ ինքը մասաժոր ունի, հատուկ մարդ ունի են մասար են ստացած։ Սա գլուխը վերացրեցին, հրեաները վերացրեցին, ամերիկացիները այդքան խելք չունեն, հասկացան, որ շատ են անցել կարող ապատայի սրան ստիպեն խոսի, որ խոսի սարսափելի բան դուրս կգա։ Այս կողքին էլ գիտեք ով, հա, սա ուրեմն Լեդի Լին Ֆորեսթերն է, Ռոթշիլդների ցեղից է։
Սրանց էլ է բանարել, մանացել։ Դե իրանց մարդիկ են, մանացել է տղեն։ Ու բոլորին բերել այդ բարդելում նկարել է, բոլորի հանդեպ ինքը ունի կոզերներ։ Հիմա ես մի հատ հետաքրքիր փաստ ներկայացնեմ այս տղու հետ կապված։ Ուրեմն այն օրը մեքենայի մեջ լուր եմ լսում, թե այն Աստծո ընտրալ սուցենյորի գործերը պետք է դեռ դեկտեմբերի 19-ին հրատարակած լինեն։ Այս տղու էլի գործերը էս։ Կախվածի թե իր բանտախցում։ Բայց քանի որ ասում են դեկտեմբերի 19-ի պետք է հրատարակած լինեն, բայց քանի որ փաստացների քանակը 5 միլիոն է, ռադիոն է ասում, ռադիոյի խոսողն է ասում։ Դրա համար չեն հասցրել այդ գործերը ներկայացնել։ Այս խոսքի վրա ուղեղս լրվավ, ընկավ Պեչենու բաղերը։ Թե ախր ոնց, արա աղջիներ։ Դուք կոնե հասկանում եք, թե 5 միլիոն թիվը ինչ է նշանակում։ 5 միլիոն փաստաթուղթ ունի այս տղեն։ Դուք հասկանում եք 5 միլիոն թվի մասշտաբը։ Հաշրել եք, միգուցե կոնգրեսը կամ ասենք կենտրոնական հետախուզությունն այդքան ֆայլ ու փաստաթուղթ չունենա։ Որ նման թիվ եք կրակում, վստահ եք, որ որևէ մեկը չի ասի, արա, ում եք ձեռանում։ Այ ջեր, դուք հասկանում եք, որ այդ թիվը նշանակում է, որ ձեր երկիրն Աստծո ընտրյալների բոստանն է ամբողջությամբ։ Այսօր էլ որ մտան ու ուրիշ երկրի ղեկավարին հենց նրան ձերբակալեցին ու երկիրն էլ կողքին դժոխք, մտածում են, որ ցարուհին անասուն չի է, դրանց շունն է։ Բա իհարկե, արդեն 4 տարուց ավել է պատերազմը, իր ժամկետով գերազանցել է երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, օրերին։ Ու եզրակացնում եմ, թե հիմա գցեք բռնեք, թե միջազգային այս բեսպրեդելի ու մարդկության այս այլանդակացման պայմաններում Հայաստանի գոյությունն ինչքան ժամանակի հարց է։ Ինչ են արել, փողը քիչ է, շանտաժն էլ է պետք։ Շանտաժելու համար պոռնկության պոռնկատուն են բացել, այս տղեն կարացել է բոլորին տանի կողի այդ տուն։ Այս էլ ֆանտաստիկ նկար է։ Գրգել է Ամերիկային, իսկ այս հայտնի նշան է, որ աղջիկան առևանգում են կամ մեկը դժվար վիճակում է, կարող է ձեռը սենց հետևա պարզում, մի մատը ծալած, դա նշան է, որ ինձ առևանգում են, օգնեք ինձ։ Ֆանտաստիկ նկար է, որ սարքել է։ Այս էլ է հետաքրքիր։ Ասում եմ 535 կոնգրեսի անդամներից միայն 10 են, որոնք իսրայելական այփակի, դա իսրայելական կազմակերպությունն աստեղ, որ բեջարում ամերիկյան կոնգրեսմեններին այփակը կոչվում, հրաժարվում են փող վերցնել։ 525-ը 98.2%-ը վերցնում են։ Այսօր ենք ասել։ Այս էլ երազանք է, էլի մարդիկ երազում են, իրենց թվում է, թե սենց ասեն չի։ Իրաց ասում է 2 տարվա ընթացքում Գազայի հետ կապված Իսրայելը դառավ աշխարհի ամենաատելի երկիրը, որոնք вообще մարդու պատմության մեջ եղել են։ Այդ երազանք է, տենց չի։ Կդզեն տղեկը, շատ շուտ կդզեն։ Իրանք ֆանտաստիկ մեխանիզմներ ունեն դզելու։ Սրան են տիրություն անում, սրան ասել են ինչ ուզում ես արա, մենք հետևդ կանգնած ենք։ Ես էլ հրայա ոնց որ թե դոկտոր Հայո Մեյեր հոլոկոստի է ենթարկվել, ասում է ընդունված է համարել, որ հակասեմիտը նա է, որը չի սիրում հրեաներին, բայց ասում է հիմա այդ նա է, որոնց հրեաները չեն սիրում, իսկապես, հրեան, ով որ հրեային դեմ մի բան խոսած հրեայի դուրը չեկավ, հրեան է ասում դու անտիսեմիտ ես, ըստ որում անտիսեմիտ բառն է ֆանտաստիկ, արաբները սեմիտական ազգ են, իրենք կարողացել են տերմինը վերցնեն, մոնոպոլացնեն ու այդ տերմինով մարդ խեղդեն, ֆենոմենալ ազգ է, հանճարեղ ազգ է, ավադեց։ Ասում եմ 800,000 հրեա է ապրում արևմտյան ափին, ու
Արևելյան Երուսաղեմում ոչ մեկ չի աշխատում։ Պետական բանջարավենի հաշվին են, էտել ամեն ինչը մուծում է Ամերիկան։ Ճիշտ է գրած։ Էսել է լավ պլակատ։ Քանի երկիր է Իսրայելը հարձակվել, քանի երկրի վրա թվարկածա։ Գազա 8000 անգամ, Լիբանան 1000 անգամ, Իրան 379 անգամ, բոլոր էպիզոդներն են նշանակել, Սիրիա 207 անգամ, Եմեն 48 անգամ, Կատար մի անգամ, Թունիսական ջրերը, Մալթայի ջրերը, Հունաստանի տերիտորիալ ջրերն հարձակվել։ Էս էլ լավ բան է, պլակատը ասում է, հերիքը ասում է, դեմոկրատ կամ հանրապետական խաղաս, ազնիվ եղիր, արժանապատվություն ունեցի, այլ մարդկանց նկատմամբ կարեկցանք ունեցի, մարդու մեջ ինտեգրիտին ամբողջականությունը հարգի, մարդ եղիր, այդա չկա ներկադարում, մի ուրիշ նկարել, մի ուրիշ բանել ծուստամ, կլիպել ծուստամ, որը սարսափելի է, որն հացրան նայեք, որնա տեսիք սա կրկվի, ես Եվրոմիությունում է, ես մասին չի խոսում աշխարհ, որ հասել ենք անմարդկային սրա դեմը ոնց է հնարավոր առնել միայն ու միայն մարդկայինը վերադարձնելով։ Ես փորձում եմ այդ անեմ, որովհետև արդեն աներեք չկա, կյանքս ապրել եմ, երկիրը կորցրել ենք, հետակը ոչ բան չի մնացել, փորձում եմ տարականը հաղորդել մարդկանց։ Բայց տեղ չի հասնում։ Չնկարում գիտեք ինչ է նկարած։ Ֆիզիկոսները հիմա կարծում են, որ Տիեզերքը պտտվում է 500 միլիարդ տարին մեկ, ու եթե սա ճշմարտություն է, կոսմոլոգիայի, այսինքն բնության, տիեզերքի առաջացման խնդիրը կլուծվի։ Այս դրա համար են աշխատում ֆիզիկոսները։ Դրանք բոլոր փայլուն մարդիկ են, ես հիմա ֆիզիկոս չեմ տեսել։ Կամ աստղագետ, կամ մաթեմատիկոսները մի քիչ շեղված են ուրիշ ձևի են։ Բայց բնական գիտությունների մարդիկ բոլորը խելոք են։ Տեսեք, մոլորակը անցել է բացարձակ կատարալ բանդիտների, հանցագործների, փողատերերի ձեռը։ Դուք ինչով եք զբաղված։ Էս ինչով եք զբաղված։ Կոչա, որ ասում է գիտությունը մարդկանց ցրցնում է դեպի բան, լուսին, իսկ կրոնը դեպի շենքեր։ Հետո ինչ, քո ասածին ով է լսում այնգեր։ Ասում է կրթությունն են չի, որ դու հիշես, որ Հիտլերը 6 միլիոն հրեա սպանել։ Կրթությունն է, թե ոնց եղավ, որ շարքային գերմանացիք մասնակցեցին, ենթարկեցին այդ process-ին։ Էս է կարևոր։ Խնդիրն են չի, այս կամ արդեն հայկական թեմային։ Խնդիրն են չի, թե Նիկոլն ինչ է անում։ Խնդիրն է, թե հասկանալ, թե Նիկոլը ոնց է անում։ Բայց դե չես կարա դու հասկանաս, թե Նիկոլը ոնց է անում, որովհետև հայ քաղաքագետները, որոնք պետք է գիտելիք ունենային, ինչ են ասում։ Ասում են Նիկոլը չի, Նիկոլի Պապան Սերժն է, Հռոմի Պապն է, Պուտինն է, Միշիկն է, Նիկոլ ջան դուխով, հայերի նկարածներ սա է, տեսեք ինչ նկարներ ես էի ցույց տալիս, ինչ ճշմարտացի խորիմաց նկարներ ես էի ցույց տալիս, ինչ նկարներ հայերն են սարքում։ Այս նկարով եք դուք կործանում, խաբար եք դուք հայություն, որտեղ ստեղ սարսափելի կեղծիք կա այս նկարի մեջ։ Հայաստանում համակարգն է երկրի տերը, համակարգն էլ միլիցեն է, իրավականը, ախպերական քուրոյականն է։ Ոչ մի Նիկոլ, ոչ մի Լևոն, ոչ մի Ռոբ, ոչ մի Սերժ, ոչ մի Միշիկ ու Սպարացերտ
Տեր չեն եղել, նրանք եղել են համակարգի բեջարողները։ Տերը հայոց անոտ ու գլուխ, օղրաշական, ովեշ ես փալան ամենակեր մենթալիտետը։ Հերիք է գոնե կործանվելիս իմացեք, ով ձեզ կերավ։ Չի տեղ հասնելու, ինձ լսող մի 10 հոգին էլ չեն սա տեղ հասնելու։ Մեր մոտ այս է, եթե հանրային ինտելեկտի նշածողը պլինտուսն է, իհարկե անվտանգ է լինել պլինտուսի տակ կամ պլինտուսից վեր, որ չզոհվես։ Մի զոհվեք, դառեք գերեզման։ Սա պլակատ է, չգիտեմ ինչքանով է ճիշտ։ Ասում է չինացիների 90%-ն արդեն սեփական տուն ունեն։ Տան սեփականատերը։ Եթե սա ճշմարտություն է, այդ նշանակում է, այս մարդիկ շատ լավ հասկացել են։ Եթե մարդկության ապագան իրենք վերցնեն, այս վայրենությունը չի լինի։ Այս վայրենության վերջը կգա, որտեվ իրենք փողատերեր էլ կան, բայց իրենք չինացուն են տեր կան։ Ես ասեմ, կվերջացնեմ սրանով։ Իրավունքն ուժ չէ, իրավունքը թղթի վրա գրած ինչ-որ էշտություն է։ Իրավունքի տիրոջ ձեռքին եղած մահակն է ուժ։ Այսքանը պետք է հասկանանք։ Իսկ ներկա իրավունքը պետության ձևով արտահայտված։ Պետությունն է իրավունքի տերը, իրավունքն ապահովողը, այդ պետական մահակը վերցրեց իր ձեռը տերադառն։ Հրաները չունեին այդ մահակը, փողն են վերցրել իր ձեռը։ Ու խելոք էին, որ արել են հալալա իրանց։ Ես մեր բիձուն էլ չեմ մեղադրում, ինքն էլ էթիկն ունի, էթիկով է ինքը իր կյանքն ապրել։ Ես էլ էթիկն ունեմ, սպիտակ ագրավություն եմ անում, խոսում եմ անտեղի տեղը միգուցե հայ դեգեներատների ականջին, դեգեներատների ոչ խելոքի, թե քանի տոկոս են խելոքները այդ ուրիշ հարց։ Այսօրվա խոսելիքս այսքաններ ավարտեցի։ Մի հատ սլայդ կար, եթե գտնեմ կուզենայի ցույց տայի։ Եթե կա այդ սլայդը, հետաքրքիր սլայդ էր։ Այս գերեզմանի նկարները, որ ես բերեցի, պակասում էր այդ գերեզմանի նկարի մեջ պակասում է մեր անհատների գերեզմանները, որ մենք դրել ենք գերեզմաններում։ Այնտեղ կան հարուստների գերեզմաններ, մեծ պալատներ սարքած, դամբարաններ սարքած, կան նաև նույն ձևով զոհվածների գերեզմաններ, ես այդ գերեզմանը իզում ցույց տայի, մեր զոհված տղու գերեզմանը իզում ցույց տա, շատ լավ մեծ հզոր գերեզման է իր նկարով, սյուներով, բաներով։ Խնդիրը գերեզման սարքելը չի կամ գերեզմանը ուրիշին թողնելը չի։ Խնդիրը արժանապատիվ գերեզման գնալն է, ոչ թե զոհվելով, պարտվելով զոհվելով։ Ու հաղթել զոհվելով կարելի է գերեզման գնալ։ Բայց պարտությամբ զոհվածի գերեզմանը ծանր բան է, չմարսվող կործանարար բան է։ Գերեզմաններից խուսափելու համար պետք է գիտելիք հարգել, գիտելիք ձեռք բերել ու ձեզ գիտելիք փոխանցողներին չհայրել։ Այսօր ասածս էլ էս էր, ասելիքս էս էր։